Պանիրով բաստուրմա պատրաստելու համար մեզ ինչ է անհրաժեշտ, բնականաբար պանիր։ Մենք օգտագործելու ենք թել պանիր, որովհետև թել պանիրը ինքը ունի իր բնական ծխի համը, ինքը լավ չոր է, ու ընդհանրապես չամանի հետ ինքը շատ լավ, իր կառուցվածքը շատ լավ ստացվում է։ Մենք միշտ փորձել ենք թել պանիրով։ Հիմա մենք մանր կտրատենք պանիրը։ Բաստուրմա ճոներ ջան, բաստուրմա ճոներ ջան, բաստուրմա ճոներ ջան, բաստուրմա ճոներ Այսպես անում ենք, ինքը արդեն իրարից առանձնանում է։ Թել պանիրի առավելություններից մեկը հենց սրա մեջ է։ Մենք մանր կտրատում ենք, հետո այսպես իրարից առանձնանում են պանիրները, ոնց որ կոտրվում են արդեն։ Մենք կարող ենք բլենդերով էլ անել, ուղղակի ես ուզեցա դանակով կտրատեմ, որ ավելի հասկանալի լինի հետևորդներին։ Հիմա տեղափոխում ենք պանիրը այստեղ եւ շարունակում ենք կտրատելը։ Մի քանի հատ ենք կտրատում եւ վերջ։ Մանրացնում ենք էլի լավ, այսքանը բավարար է արդեն պանիրը շատ լավ է։ Թող ավել լինի, բայց պակաս չլինի։ Ավել պանիրը ընդհանրապես չի խանգարում։ Չամանից հիմա հանում ենք բաստուրման, որը որ 5 օր մնացել էր չամանի մեջ։ Հիմա մի հատ տեսնենք ոնց է չամանը հասունացել, ահա, չամանը լավ փուլացել է արդեն, միսն էլ լավ վերցրել է արդեն չամանի մեջ։ Լավ փափկել է միսը։ Շատ լավ է։ Հիմա մենք վրայի չամանը կմաքրենք եւ նորից կքսենք արդեն։ Շատ լավ է։ Հիմա չամանը մի հատ լավ խառնում ենք արդեն։ Նույնիսկ չաման ենք ստացել։ Անտիր չաման է քսելու համար։ Մեկ կտորի համար արդեն մենք գիտենք ինչքան չաման է պետք եւ այդքանով կքսենք։ Նախորդ տեսանյութում ես ցույց էի տվել ոնց ենք քսելու, այսինքն բաժանում ենք երկու մասի, մեկը մի հատվածի համար, մյուսը մի։ Այսինքն քսում ենք չամանը։ Շատ գեղեցիկ քսել ենք, շատ բարակ քսել ենք, տեսքը շատ լավն է։ Հիմա այսպես տեղափոխում ենք պանիրի վրա եւ պատում ենք պանիրով։ Թողենք 3 օր կչորանա, հետո միասին կկտրենք։